Նորմալ է որ կարգալույց քահանան պատարակ հանի, կաթողիկոսը հանի։ Չէ իհարկե։ Իսկ մյուս կողմից Դե կարգալույց լինելը եկեղեցու իրավունքն է, ոչ թե քաղաքացու։ եկեղեցին կարող է կարգալույց անել իր Կարող է անել, բայց եթե կարևոր է, արդեն բնական է իր արածը չի մտնում բանի մեջ։ Ոչ մի սահմանների մեջ։ Այսինքն պետք է ընդունել, որ եթե կարգալույց է, ուրեմն այլևս հայրաքելական եկեղեցու սպասավոր չէ։ Թե եթե ինքը ասում է եթե իրանց կարգալույց են անում իրանց կողմից, եկեղեցու կողմից, նշանակում է, որ ինքը արդեն գտնում է, որ դա ճիշտ չի արդեն։ Բայց ինքը դա ընդունում է դա այդպես։ Կոնկրետ կարգալույցը լողը։ Եթե ինքը չի ընդունում, դա ո՞նց կարա լինի։ Դուսագալի ինքը օրինակ ոնց կարա լինի, ասես ես եմ շփոթության մեջ։ Ես եմ այդ շփոթության մեջ։ Ահա։ Չեմ կարա վստահ ասեմ արդեն։ Դա նման չէ անարխիայի։ Ասենք կառույցում կա հաստատված կարգ, օրինակ, էլի, եթե նման չէ, ասեք նման չէ, ես չեմ ուղղորդում։ Ուղղակի ես եմ շփոթմունքի մեջ, դուք եք շփոթմունքի մեջ։ Հասկանանք, հիմա եկեղեցին ասում է այս քահանան կարգալույց է, այդ քահանան համառորեն պնդում է, ասում է ես Աստված ինձ կարգալույց չի արել։ Հիմա դուք էլ ձեր երեխային տանում եք մկրտության։ Կարգալույց եղած է, թե կարգալույց չի արվել, դա ձեզ համար կարևոր է։ Բարդ հարցա։ Բարդ։ Բարդ, երկու կողմանի պատասխան ունի ինքը։ Մի կողմից ընդունելի է, մյուս կողմից իհարկե ոչ։ Այդպես լինում է, հա, որ նույն բանը համ ընդունելի լինի, համ ոչ։ Դե ընդունելի, եթե որ ասենք տեղյակ չի նրանից, որ տվյալ անձը կարգալույց է, ինքը կարա ընդունի դա։ Չէ, դա տեղյակ է, ես ասում։ Դե եթե տեղյակ է, ուրեմն կաշխատի, որ այդ մարդը չանի, էդի։ Հա։ Ելնելով նրանից, որ ավելի ընդունելի լինի, որ եկեղեցու կողմից ընդունելի լինի։ Ճիշտը տենց է, ես տենց եմ գտնում։ Շատ լավ։ Այսպես մենք միասին այդ շփոթմունքից փորձեցինք գլուխ անել։ Հա, ինչ որ տեսնի, հա։ Մի տեսակ փողոցը, հանրությունը տարբերվում է այն մարդկանցից, ովքեր հավաքվել էին Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ։ Եվ հետաքրքիր է, որ հիմա ես զրուցում եմ մարդկանց հետ վատարակների մասին եւ այն ջերմեռանդ պաշտպանությունը կարգալույց քահանաների կողմից պատարակ իրականացնելու եւ կամ այն ջերմեռանդ ընդդիմախոսությունը կաթողիկոսի նկատմամբ փողոցներում ես չեմ հանդիպում։ Պետք է ասեմ, որ ոչ բոլորն են պատասխանում իմ հարցերին։ Օրինակ, բարև ձեզ, կարող եմ ձեզ եկեղեցու մասին հարց տալ։ Շնորհակալություն, դժվար է գտնել զրուցակից։ Հաջորդ կիրակի վարչապետը գնալու է Գյումրի պատարակի։ Չէ, ինչ եք կարծում, կարգալույց քահանան պետք է պատարակ մատուցի։ Բանը չեմ կարող։ Դա եկեղեցու հետ կապ չուներ։ Հա, քաղաքականության հետ, այո։ Քաղաքականության հետ դա ինքնաբերաբար կապված է։ Եվ հենց դա էի ուզում ասել, որ եկեղեցու մոտ հավաքվածները շատ հստակ արդեն տեսակետ ունեին ձևավորած եւ նրանք չէին եկել պատարակի։ Նրանք եկել էին պաշտպանելու իշխող կուսակցության օրակարգը։ Այդպիսին էր եկեղեցու բակը անցած կիրակի, իդեպ դեռևս չհրապարակված կադրեր ունեմ, որոնք կցուցադրեմ եւ կշարունակենք հետևել եկեղեցու շուրջ այս իրավիճակին։ Մենք մի պահ վերհիշենք անցած կիրակի օրվա պատարակը եւ մասնակիցներին։ Պողոս Առաքյալը գրում է սերը համբերող է, սերը քաղցրաբարո է, չի բամբասում, չի պարսավում։ Այնտեղից հնչում է, որ սերը համբերատար է, Աստծո տված սերը համբերատար է, բարև ձեզ։ Ես ուզում եմ մարդկանց հետ զրուցեմ, վերջին անգամ երբ էին եկել պատարակի։ Ամեն կիրակի։ Դուք ամեն կիրակի գալիս եք։ Դուք գիտեք, որ ընդհանրապես սուտ խոսել չի կարելի, ես կարծում եմ գիտեք եւ ճիշտ եք ասում։ Հա, չի կարելի։ Հիմա նայեք, դուք ամեն կիրակի գնում եք։ Չէ, ես ընդհանրապես եմ ասում, պատվիրաններ այնտեղից ասում են, որ սերը այդպիսին է Աստծո տված սերը եւ սուտ խոսել։ Օրինակ ամեն կիրակի նույնիսկ գերի քահանաները չեն կարողանում գնալ։ Պատահում է մի կիրակի մարդը չի գնում։ Բայց ինչի եք ասում ամեն կիրակի դուք գնում եք։ Այո։
Եվ օրինակ պատարակի մասին ինչ գիտեք, ինչքան է տևում պատարակ, օրինակ ես ինչքան է տևում։ Մի ժամ ու կես տևում է։ Եվ գոնե այնտեղ լսել եք, որ միշտ կա ինչ-որ հատվածներ, միշտ նույնը, ասենք, բանի մասին։ Զգում եք, չէ՞ որ սուտը որ խոսում ես խորանում ասել։ Շատ լավ։ Շարունակենք ինչ խոսք։ Ես պրովոկացիոն չեմ, ես զրուցում եմ, հասկանում եք։ Դե իհարկե։ Զրուցում ենք ուրիշի հետ։ Դե պետք չէր ասել, որ ես ամեն կիրակի գնում եմ պատարակ։ Շուտ խոսելը լավ չի, եւ դա ունենում է պրովոկացիոն, շատ պրովոկացիոն հետևանքներ։ Գոնե ասի հաճախ եմ գնում, հա ես չեմ կասկածի տակ առնում։ Ես հավատում եմ, որ երևի դուք ամեն կիրակի գալիս եք, ինչու ոչ։ Մեն այնտեղ մի մարդ էլ ասեց, որ ինքը ամեն կիրակի գալիս է։ Այսքան մարդաշատ տեսել եք եկեղեցի։ Չեմ տեսել, շատ անծանոթ դեմքեր։ Այմես չգիտես էլի ովքեր են կամ ինչի համար են այստեղ։ Գլխի ես ընկնում։ Հա, գլխի ես ընկնում ականջակալներով, ինչ-որ մեկը հերսը մի բան է դասավորում, մեկը մի բան, չեմ էլ ուզում մտնել այս բանը, ճիշտ ասած, մտա եւ դուրս եկա։ Համար դուրեկան չի, ու հենց պարակտում, ես իմ համար պարակտում եմ։ Պարակտում։ Հարցում եմ, հա։ Ցավը կապում դրա։ Իհարկե, որտեղ նայում ես ձևական դիքնարտիկ կան իրոք որ չես պատկերացնում պարաստելները։ Ոչ, նրանց ներկայությունը այստեղ ժամանակավոր է։ Նրանք աշխատանքի, ասենք, իրենց աշխատանքի վայրը այսօր այստեղ է։ Հա, գործ է։ Բայց ես գալու եմ մյուս կիրակիներին, որպեսզի ձեզ հանդիպեմ այստեղ, ձեզ հետ զրուցեմ։ Սպասենք կզրուցենք։ Զարմանալիորեն այսօր հավատացյալները հիմնականում տղամարդիկ են։ Ահա նայեք ինչքան շատ են այսօր տղամարդիկ, որոնք եկել են պատարակի, չեն կարողացել դերս մտնել, սպասում են դրսում։ Բայց եւ այդուամենայնիվ մոտենանք մարդկանց, ովքեր երևի եկել էին պատարակի։ Բայց մենք նաև այս ամբողջ եւ մարդկության ողջ պատմության ընթացքում ինչ ենք տեսնում մեր Տիրոջից։ Ինչ ենք տեսնում մեր Տիրոջից։ Սեր, եմ տեսնում, բայց ես կարող եմ անկեղծորեն ասել, որ այս տարածքում ես քիչ սեր եմ տեսնում։ Այս պարոններին կարող են, իսկ թվում է հայր ու որդի, հա հայր ու որդի եք նման եք եւ ուշադիր լսում եք պատարակը, կարծես թե հենց պատարակի համար էլ եկել եք այստեղ։ Ներս չեք մտել։ Ձեզ ինչպես եք վերաբերում այդ մտքին, որ դուք եկել եք պատարակ լսելու։ Ուզում պատարակ լսել։ Շատ լավ, կներեք։ Հələ ոչ մեկը չի ընդհատել ինձ ասելով, որ ես խանգարում եմ պատարակին։ Դուք առաջին, իհարկե։ Եվ ես ուզում եի հենց հիմա դրա մասին խոսել, որ ես մոտենում եմ պատարակի ընթացքն է։ Եվ ուղղակի մարդկանց խանգարում եմ իմ հարցերով։ Մոտենում եմ, շեղում եմ, սկսում եմ հարցեր տալ եւ որևէ մեկը չի ասում, որ կներեք ես պահին պատարակ եմ լսում, որովհետեւ պատարակը այստեղ հավաքված մարդկանց մեծամասնության համար այնքան երկրորդական է կամ ավելի հեռու է իրենց հետաքրքրությունների շրջանակից, որ նրանք նույնիսկ այդ հարմար դուք ինչպես եք վերաբերվում, որ պատարակը կարող է այսպես անակնկալ փոփոխություն ունենալ, այսինքն պատարակները միշտ նույնն են, կայուն տեքստով, այսպես կայուն ընթացակարգով։ Եվ մի անգամ էլ ասենք պատարակի կեսից ինչ որ բան հանվում է, զեղչվում է։ Ինչ ուզում է դա լինի, ինչ որ բան քահանայի որոշում Աստվածաշնչում գրած է, ով իմ խոսքից մի բառ պակասացնի կամ ավելացնի, ես եմ դատաստանը տեսնելու։ Ես ոչինչ չեմ կարող ասեմ, ես դատավոր չեմ։ Ների որ ներվես, սիրի որ սիրվես, մենք հայրմերը ասելով ամեն անգամ մեզ դատապարտում ենք, չենք ներում, ուզում ենք ներված լինենք, չենք սիրում, ասում ենք արա այնպես ինչպես մենք ենք անում ու մենք չենք անում։ Մարդը միայնակ է ծնվում եւ միայնակ մահանում է, այնտեղ արդեն հավասարությունը ճիշտ է։ Այո։ Լավ, գիտեք ինչ։ Պարակտումը ինչ է ձեզ հուշում։ Այսօր եկեղեցին երևի, չգիտեմ, քանի Մադամ, 4 թվականին ես մասնակցել իր թաղմանը։ Իսկ գարագին բային դուք եկներ այդ քննադատեք։ Էրիկա մաֆիան գումարներով կարողան այստեղ մարդիկ են պատարակ մատուցում, որոնք եւս անմեղներ եւ սրբեր եւ աստվածներ չեն։ Բոլորն որ ծնվում են իրենց մորից Հիմա Գարեգինի մաֆիան
դու ձեզ դուր չի գալիս։ Իսկ ասենք Նավասարդի մաֆիան ինչպես է ձեզ դուր գալիս։ Գալիս է թե դուր չի գալիս։ Շատ լավ, շնորհակալություն։ Խոսակցությունը մտավ այսպես ասած փակուղի։ Երբ խոսակցությունը գնում է փակուղի, մենք հրաժեշտ ենք տալիս միմյանց։ Հաջողություն ձեզ։ Գիտեք, նույնիսկ պատահաբար պատարակի վայրում հայտնված մարդիկ նույնիսկ պատահաբար պատարակը չեն լսում։ Ասենք մտածեն լավ, պաշտոնից դրծված կամ աշխատանքի բերումով գտնվում են պատարակի տարածքում, գոնե պատահաբար պատարակը լսեմ, բայց չէ, քչերն են լսում, բարև ձեզ։ Երևի կուզեիք ներսում լինել, հա, կուզեիք ներսում լինել, բայց տեղ չկա, հա, չէիք ուզում ներսում լինել։ Այսինքն դուք միշտ գալիս եք պատարակը դրսից եք լսում։ Այս մարդն անկեղծորեն ասում է, որ ինքը ներսում լինել չէր ուզում։ Դուք միշտ դրսից եք, հա, պատարակները լսում, բայց պատարակը ներսից է պետք լսել, չէ՞։ Տարբերություն որն է, ստեղ էլ կա, անդեր կա։ Գնանք ընդ քաշքշենք իրար, բրդենք, թեհրենք։ Հա։ Տեղ չկա պրոսը։ Տեղ չկա։ Ինձ գիտես, մեկ էլ տեսնում ենք ասած հոգևոր վերելք։ Հայ ժողովուրդը հիմա գիտեք ինչ մանրամասն գիտեն ով է դպիրը, ինչ պարտականություն ունի, ով է քահանան, ինչ պարտականություն ունի, սրբազաններին են ճանաչում, այսինքն հոգևոր եւ գնում են այսպես պատարակի ազգովի ընտանիքներով ասենք, բարեկամներով, փախնում են, հա, փախնում են, որովհետեւ բայց դուք ոչ եք փախնի։ Ինչի պետք է փախնեք, ես զրուցում եմ ձեզ։ Հիմա ուզում ասեմ, այս հոգևոր վերելքը ինչով է պայմանավորված օրինակ, էլի։ Չեմ կարող ասել, ճիշտ որ ասեմ։ Վերելք կա։ Ասում եմ, ես ինչ հավատացյալ չեմ, ճիշտ որ ասեմ, էլի։ Պրոստը ախորս հետ եկել եմ։ Դուք հավատացյալ չէ։ Շնորհակալություն, որ դուք այսօր չեք ձևանում։ Ասում եմ։ Դուք ձեզ աթեիստ եք համարում։ Հա, ես տենց կասեի ավելի շուտ։ Ես հավատում եմ, գիտեք ինչ տեսնում եմ, ինչը շոշափում եմ։ Դրան եմ հավատում։ Աստվածները չեն երևում, այո, առայժմ, ճիշտ եք։ Ինչև այսօր չեմ տեսել ոչ ոքի։ Շնորհակալություն ձեր ազնիվ պատասխանի համար։ Այստեղ գիտեք բոլորը նենց, գիտեք ես մարդ տեսա, որ ըստ արտաքին տվյալների առաջին անգամ են Աստված թողների, եթե ես նրանց պատրում եմ, երևի մի երկու անգամ է հարսանիքի բերումով եղել է, ասենք, տարբեր միջոցակի։ Եվ նա ինձ ասաց, որ ինքը այստեղ է լինում ամեն կիրակի։ Դա գիտեք, դա լավ բան չէ, նույնիսկ անհավատ մարդը պետք է ազնիվ լինի։ Գիտեք ինչ, մարդիկ կան առավոտը ժամը հլը չբացված դրա մոտ կանգնում են։ Այո, կան այսպիսի մարդիկ։ Ու այնքան են խաչվում, չի համար, պատի դեմ խաչվում ես դու։ Գոնե ներսը մտի, գոնե իկոնանել դեմը խաչվի։ Ձեր եղբայրն ասաց, որ գալիս եմ ներս չեմ, ձեր եղբայրը չէ, որ ասեց ես դրսից եմ։ Ես ենթադրում եմ, որ ձեր եղբայրն էլ հավատացյալ չէ, բայց ոչինչ, տնից մեկ ազնիվ լինի։ Ճիշտ որ ասեմ, 99% հավատացյալ չէ, ծերի կանգնածները, 99% ձևական բնույթ է, բրիկ ձևական բնույթ։ Չէ, ձևական չէ, սա աշխատանքային բնույթ է կրում շատերի մոտ, դե տեսնում եք։ Հա, հիմնարկներից են բերել, հա։ Հիմնարկներից բերել են, մասայի համար։ Իսկ ոնց է հավատացյալները շատացա։ Մտածել եք, օրինակ ես ինձ նայում եմ, ասում եմ հավատացյալները շատ են մեր հանրության մեջ։ Միշտ շատ են եղել, ժողովրդին ոգևորող ապեկ, հետևից ստանող ապեկ։ Հա։ Հիմա այդ մարդը կա, ժողովուրդն էլ իր հետևից գնում է։ Հա, վարչապետը այսպես քրիստոնյա է դարձնում հայ ժողովրդին։ Միշտ քրիստոնյա է եղել։ Ինքը լուսավոր ու սուրբ մարդ է եղել, ինչ բան արել, եւ ժողովրդի համար միայն լավ բան արել։ Այո։ Այսինքն որ լավ բան ես անում, դառնում ես սուրբ։ Հա։ Չեմ ասում սուրբ, ասում եմ հավատացյալ։ Խնդրում եմ Լավ, հաջողություն։ լուսավոր ու սուրբ մարդ է եղել, հա։ Չեմ ասում սուրբ, ասում եմ հավատացյալ։